Ողջույն բոլորին, ուզում եմ ձեզ ներկայացնել, թե երբ որ աղջիկը ծնվում է այս օրերին, այս ամսաթվերին, ապա դա ինչ է նշանակում։ Եվ դա կարող է լինել անցյալ կյանքից եւ իհարկե ներկա կյանքում ինչպես պետք է ինքը ապրի կամ ինչ պետք է անի։ Կներկայացնեմ բավականին հակիրճ, նման տեսանյութեր բավականին շատ կլինեն։ Որ աղջիկը որ ծնվել է ամսի, յուրաքանչյուր ամսվա, յուրաքանչյուր տարվա կապ չունի, ամսի 2-ին, 5-ին, 9-ին, 14-ին, 19-ին, 23-ին, 27-ին կամ 29-ին, ապա մորական կողմից այստեղ, երբ որ ինքը ծնվել է, մորական կողմից պետք է պատասխան տա իր անցյալ կյանքի սխալների համար, միգուցե նաև մոր սխալների համար, ովքեր որ ծնվել են, այսինքն մայրական կողմի սխալների համար նա գալիս է և պատասխան է տալիս այս կյանքում, իրենց սխալների համար, ոչ թե իր, ովքեր որ ծնվել են, իհարկե միայն աղջիկները, յուրաքանչյուր ամսվա, տարվա, ամսի 6-ին, 11-ին, 16-ին, 22-ին, 25-ին և 30-ին, ապա այստեղ հայրական կողմն է, որ կայուն չէ և դրա պատճառով հավանականությունը մեծ է, որ այս աղջիկները իրենց կյանքում դժվարություններ են ունենում։ Դուք կարող եք համեմատել ձեր ընտանիքում ծնված աղջիկներին, դա կարող է լինել հոր կողմից եկած այս խնդիրը, որ իրենք ապրում են այս կյանքում մի փոքր դժվարություններով, ովքեր ծնվել են, որ աղջիկները, որ ծնվել են յուրաքանչյուր ամսվա 3-ին, 7-ին, 10-ին, 13-ին, 21-ին կամ 26-ին, ապա նախկին կյանքում իրենք մեծացել են առանց հայր և այս կյանքում պարտադիր է, որ իրենք կառուցեն ամուր և ընկերական ընտանիք և ապրեն այդ ընտանիքում, հայր և մայր որպես անպայման ունենա իրենց երեխան, ովքեր որ ծնվել են, որ ովքերը իհարկե ծնվել են յուրաքանչյուր ամսվա 4-ին, 12-ին, 18-ին, 24-ին և 31-ին, ապա դուք, ովքեր որ ծնվել են այդ օրերին, պետք է հաղթահարեք ձեր անվճռական լինելը և կաշտկանդվածությունը, ձեր հենց անձնական կյանքում, երբ որ դուք կլինեք երջանիկ, եթե դուք կլինեք անվճռական և կաշտկանդված, ապա ձեր կյանքը մի փոքր կդժվարանա, չեք կարողանա լիարժեք վայելել ձեր երջանկությունը, դրա համար լավ կլինի ուղղակի վայելել կյանքը և փորձել ամեն ինչում վճռականորեն մոտենալ և այդ կաշտկանդվածությունը, ամոթխածությունը դա պետք է հանել ձեր մեջից։ Եվ ովքեր որ ծնվել են յուրաքանչյուր ամսվա 1-ին, 8-ին, 15-ին, 17-ին, 20-ին և 28-ին, ապա անցյալ կյանքում դուք թշնամացել եք ձեր մոր հետ, իսկ այս կյանքում պետք է անհրաժեշտ է հնարավորինս բարելավել հարաբերությունները ձեր մայրիկի հետ և փորձել երբեք իրար հետ թշնամանք չունենալ, որովհետև դա կդժվարացնի ձեր կյանքը։ Այսքանը սիրելիներս, նման տեսանյութեր, կարճ տեսանյութեր բավականին հաճախ կլինեն, լավ եղեք։